Բարի սիրելի հետևորդներ ջան, ինչպես եք, գնում եմ աշխատանքի, կոֆես խմեմ, որ տանից դուրս գամ։ Մենակ թե խաղաղություն լինի, Աստված ջան, ամեն օր դա եմ ասում, խաղաղություն ու հաջողություն լինի, առողջություն, խաղաղություն, հաջողություն։ Երեխա ժամանակ, երբ հիշում եմ, սիրուն նկարներով բացիկներ էին գրում, կարդում եմ գրած էր առողջություն, հաջողություն, խաղաղություն, մտածում էի, թե ինչ են այդպես գրել։ Երեխա ժամանակ ուրիշ էր, մեծացա նոր հասկացա, որ ամենաթանկ բաները դրանք խաղաղությունը, առողջությունը եւ հաջողությունն են, մնացածը ավելորդ է փողը, հագուստը, ուտելիքը, այնպես որ միշտ առողջ եղեք, հաջողակ եղեք եւ ապրեք խաղաղ երկնքի տակ, սիրելի հետևորդներ ջան։ Երկար ժամանակ է չեմ կարում ուղիղ եթերով միանալ ձեզ, գործերս այնքան շատ են, խառն են, չգիտեմ, երեկոյան ժամերին էլ վլոգն եմ մոնտաժում, որ դուք օրվա վլոգը տեսնեք։ Բարի լույս Մերի, ինչու ես արթնացել այս ժամին, ես զարմացա, մտածեցի, որ Լիլիթն է, ինչ ես արթնացել, մամայի մեծ մարալը, հա? Մերի, զայն, ինչ ես արթնացել, я? Ոստվոջան, если չերաշկա, ես աղջիկը շուտ ազարթն է, հա? Я աղնապակաս, я մաղա, ինչ այլ է? Անան կեզը կոֆե կդնեմ, թե դու չէիր խմում։ Ճաշկիրը կսել է։ Լար բրնսրիր։ Շխշխ կոցեիր դրել։ Ահա, իսասի չի տեսե։ Ասիպ էի կրնել շխշխ կոցը։ Ես է ասել Լիլիթն արթնաց է գնում ալ դպրոց, դու մի ասա, Մերին արթնաց է, մամային է ճամփում լուրձի։ Սիրելի հետևորդներ, գնումներ եմ կատարել, ուրեմն անձեռոցիկ, դանակ, սա սղոզ դանակ է, չեմ օգտագործելու, հատուկ առել եմ դաշտ տանելու համար, կարող եմ մանդակի գնամ, հարմար է, իհարկե մեծ դանակ եմ վերցնելու, այստեղ գնել եմ նանա, անանուխ, կամպոտ եմ պատրաստելու, լիմոնել եմ վերցվել, կամ թեյ, կամ երկուսից էլ կպատրաստեմ, մտա խանութ անմիջապես զգացի հոտը, ինձ գրավեց, գերեց, ես էլ վերցրեցի, 150 դրամ էր կապը։ Այստեղ մառոլ է, աղցան պատրաստելու համար, վերցրել եմ մրջնաբույն, Մերի շատ է սիրում, Մերի համար եմ վերցրել, եղեգնաձորում են սարքում, գրեթե միշտ վերցնում եմ նկատած կլինեք, դա այդպես ձու, բնական ձու չեմ վերցնում, միշտ սրանցից հարմար եմ, խտացրած կաթ, երշիկ կանձասարի, հալվող պանիր, պիցա կպատրաստենք, ուզում եմ իմանամ անձրև եկա, մեզ մոտ էլ անձրևային եղանակ է, սիրելի հետևորդներս, անձրևը գալիս է, դադարում է, դրա համար այսօր տանն եմ, այլի հողամաս դաշտ չեմ գնում, անձրևը խանգարում եմ։ Այստեղ էլի այս տոպրակի մեջ մածուն, գազար, աղցան կպատրաստենք, մի հատ համեղ աղցան, չգիտեմ ինչ աղցան, բայց համեղ է, վերջում ստացվում վարունգ, այս տոպրակի մեջ շաքարավազ է, թող այսպես մնա այստեղ մակ կոֆե է սնիկերսի հետ, այսա պրծնում եմ մերիս մի հատ կոֆե դե, պաղպաղակ մի կերեք, ծուրտ է, ուտեք կպաղեք, բուլղարական պղպեղ, իդեպ ասեմ, այդ բուլղարական պղպեղի սերմերը ցանել եմ ծաղկամանում, նոր նայեցի, աճել են, այնպես որ ուշ չէ, դուք էլ կարող եք հիմա առնել, ուտել,
սերմերն էլ, կոճերն էլ ցանել, նույն ձևի լինում է։ Երևի սրանք էլ կցանեմ, թող աճեն էլի։ Շատ լինի։ Փոքր լոլիկներ, չերի լոլիկներ, ինչ էլ թիվը 444 դրամի։ Այսօր համեղ աղցան է մեզ սպասվում յոգուրտ, նեժնի յոգուրտներից, մայոնեզ կալվե, գազավորված ըմպելիք, արտադրվում է Վայոց ձորի Հերհեր գյուղում, շատ համով է, սրանից մենք միշտ վերցնում ենք, իհարկե երեխաներն էլ դե գիտեք կոլա են սիրում, եգիպտացորեն, եւ այստեղ սա էլ բուսա յուղ, այսքանն էր իմ գնումները, այսքանը մոտավորապես չհաշված դրանք առանձին բանջարեղենի խանութից են վերցրել, այսքան գնումը իհարկե ընդեղ էլի բան կար, չէ, 11,000 է կազմել այսքան ապրանքը։ Մոտիկից էլ այսպես ցույց ենք տալի, հիմա որը սառնարանի է կդնենք սառնարանում եւ մի հատ համեղ մակ կոֆե ենք խմում կամ սուրճ, չգիտեմ, հետո նոր անցնում ենք գործերին, գործն էլ որն է ուտելիք, մուտելիք, աղցան պատրաստելուն, սիրելի հետևորդներս։ Դու սրանք տալիս եմ, դու արագ սառնարան։ Չես իմ, որը սառնարանի է, սառնարանը, հասա ամբողջն է սառնարանի է, չէ, ոնց որ, բան է ծոխում, ամբողջը սառնարան գնաց, սրանք սառնարանի չդնես, անձերո, ես դիր դարակը, որ չբացեք տանեմ դար, մակ կոֆե եք խմում, հա? Բանջարեղենները լվանամ, շատ ըմտիրեն է, թող մնա այստեղ, գնամ աղցանամանը բերեմ, մինչ գնացի աղցանամանը բերելու և մերին որոշեց, որ մեր աղցանին պետք է հավի կրծքամիս էլ ավելացնենք ու հիմա ինքը այդ հավի կրծքամիսը կտապակի, կրծքամիսը կտրատում է, որ տապակի, այս რა մեջ կանես, սև պղպեղ, բայց շատ չեմ լուծում,
քիչ է կարմիր բիբար ենք լցնում։ Հերիք։ Թե։ Հա, խառնի։ Սխտորը լցրիր։ Հա, մի քիչ։ Հավի կրծքամիսը տապակվեց, թողնում ենք սառի եւ մինչ այդ էլ կկտրատենք աղցանի բաղադրիչները։ Բուլղարական պղպեղներից դիարի սրա սերմը մի վերցանի, այսինչ լավ պղպեղ են պահեմ, այսքանը չեմ օգտագործի։ Գնալով ավելի լավ է որակը լինում պղպեղների։ Առնում եմ, ասում եմ, սրանից է ցանեմ, սրանից էլ ընտիր են, մսոտ։ Բարակ կտորներ։ Պղպեղը կտրատեցի, այսքանը բավական է, գունեղ հավեսին։ Լոլիկներ կկտրատեմ։ Վարունգը հետը չեմ լցնի աղցանի մեջ, տվացել եմ, որովհետև հավի մսի հետ մի ուրիշ տեսակ համ է տալիս։ Սիրելի հետևորդներ, ավելացնում եմ հավի կրծքամիսը, որը սառել է արդեն։ Անցած անգամ ես չորահացով արեցի, եգիպտացորենով, այս անգամ էլ այսպես լոլիկով, պղպեղով, հավի կրծքամիս և 1000 եմ կտրատում, մարոլ։ Մարոլը, սիրելի հետևորդներս, մանր պետք չի կտրատել, սովորական, շատ մանր պետք չի, պետք չի։ Մարոլը շատ համեղացնում է աղցանին։ Ահա։ Ավելացնում եմ ես աղ։ Սև պղպեղ և իհարկե պարտադիր, սիրելի հետևորդներս, մայոնեզ։ Մայոնեզ, հեսա խառնեմ, տեսնեմ ինչա, նորից կավելացնեմ։ Կանաչիներ չեմ օգտագործում, եթե կանաչի լցնեմ, իր համը փոխելու է, ընդհանրապես ուրիշ համ է լինելու։ Եվ ես որոշեցի, որ այս ամբողջ 1000-ը մարոլը պարտադիր պետք է խառնեմ։ Ավելի համով է լինում։
Մերի։ Օլավ։ Հա։ Սարքեցի։ Կուկուրուզ չեմ լցում այս անգամ սեմ։ Այսպես մի րոպե։ Հա։ Սիրելի հետևորդներ, ահա պատրաստեցի աղցանը։ Իհարկե Մերիի հետ համատեղ։ Մերին որոշեց, որ հավի կրծքանից էլ տապակ ավելացնենք, շատ համեղ աղցանը։ Այս անգամ եգիպտացորեն եւ չորահաս չեմ օգտագործել։ Այսպես էլ է շատ համով, փորձեք, հանկարծ վարունգ էլ չլցնեք, որովհետեւ վարունգը այդ հավի մսի հետ մի ուրիշ համ է տալիս։ Հավի միսը ավելի տենց արտահայտ։ Հա, ձկան համ է տալիս, չգիտեմ, մի ուրիշ համ, եւ մենք այդպես ենք ամենայն դեպս կարծում եւ մեր կարծիքն էլ ասում ենք, դուք էլ եթե հանկարծ կպատրաստեք, չլցնեք։ Համեղությունը պատրաստ է, լցնենք եւ ուտենք։ Առողջարար, օգտակար եւ նույն ժամանակ նաեւ համեղ։ Սիրելի հետևորդներ, ես հիմա անանուխով թեյ եմ պատրաստում, չկարողացա դիմանալ։ 3 ճուղ անանուխ եմ լվացել, կտրեմ այսպես։ Թարմը համեղ թեյ։ Միայն անանուխն եմ լցնում։ Եվ ջուրն էլ եռացել է արդեն։ Լոշին պատել։ Փակեմ թող թրմվի, իհարկե հետո կարելի է նաև եռացնել։ Ահա։ Սիրելի հետևորդներ, անցավ ահագին ժամանակ եւ թրմվել է թեյը։ Իհարկե, որ եռացնեմ, ավելի մուգ գույն կստանամ։ Հատ այսպես խմեմ, հետո արդեն կորոշեմ, եռացնեմ, թե ոչ։ Այսպես։ Ու այստեղ ես ինչ գտա նոր չէի տեսել։ Հանկարծակի բան էի փնտրում եւ գտա իմ սերմերը։ Ուրեմն սրանք 3 հատը իրար հետ շուտ Վալբերեսից եմ պատվիրել, ահագին էլ մեջը կա ծնեփեքի սերմեր են։ Սա երևի հողամասում ահագին է։ Որոշել եմ տանն էլ ծաղկամանների մեջ ցանեմ։ Հողամասում էլ կարելի է ցանել։ 3 տարուց նոր քաղում են։ Ինքը առաջի տարին բարակ է, քիչ-քիչ հաստանում եւ այս հաստությամբ է լինում։ Ամանի մեջ ցանել եմ, սենյակում ցուցադրել եմ։ Կարելի է մի քանի տենց ամաններով ցանել, օգտակար, հավեսին։ Թեյ խմում ես, Լիլիթ ջան։ Что ты готовишь? Ոչ մի բան, ինչ ես ուզում, Լիլիթ ջան։ Просто Չայ։ спросила. Չայ կուզես։ Բա ինչ ես ուզում։ Очень. Սալատ եմ սարքել, աղցան։ Աղցան եմ պատրաստել։ Ես թեյ ես խմեմ, թեյ կխմես դու։ Ինչի։ Ոյ, ես ինչ համով թեյ է, երեխեք կխմեք, անանուխով թեյը։ Վերջնա։ Это Шрек 3-ная. Шрек. Ես մի շաբաթը Շրեք ես նայում։ Հա։ Ինչ ես բա վերցնում։
Երշիկ կանանք վերցնենք։ Իհարկե։ Առել եմ, որ ուտեք։ Լիլիթ կաղաշն ես ամուշկապերես։ Վաղեր կորից է։ Եկա սովորացրեցինք։ Հա, չի քնե։ Քեզ չես ազում քնես։ Հանի դիրդ է հացել բեր սարքի։ Մեր։ Հացել բանա։ Մերի, Լիլիթ, մեջտեղից մի ծագի, էսի փակած է, որ այսենց անես բացես, կողքից անի, որ չչորանա։ Ահա, բեր, սիրունքեր նորից փակենք, սառնարանը դնենք, որ համ հոտ չտա։ Լիլիթը թող իր հացը սարքի։ Լիլիթ, դու աղցան չես ուտում։ Չես ուտում աղցան։ Հաց ու երշիկ։ Լվացել է։ Լվացած է։ Ոյս ինչ է սարքում Լիլիթը։ Իր համար բրդուճ է սարքում, գնում է մուլտֆիլմ դիտելու, որ պարապ չմնա, չէ Լիլիթ։ Լոլիկ, այն վարունգն էլ եմ լվացել։ Կտրի։ Այդ դեդիր տեղը այն պոչն են դե։ Հա։ Լվացած են դրանք։ Իր համար բրդուճ է սարքում։ Այդ է։ Զգուշ մատերը չվնա, աղ դանակ չի կարող։ Կտրի, իչի ներքև տենց։ Համ գնա օգնատերը չկտրի։ Ոնցր։ Ահա, Լիլիթ, սենց պահում ես, սենց բերում ես, ահա։ Ես ամբողջ ուտելու ես։ Մերի հետ, օ, ես ինչ բան եք սարքում, որ գնաք ուտեք։ Աղել է անում, ոյ, շոտ։ Շոտով։ Չոյ շոտա, բաբի։ Ապսեիտ մեջ տեղ չկա, Լիլիթ։ Ուզում ես ուրիշ ամանի մեջ անաղցանալի։ Իս եմ լսնում այլա։ Բա, մսերն ես ջոկում։ Ինչ ուտեմ։ Ամեն մեկը մտածում են ինչ ուտեն, 3 ջրիկ ճաշ էփիմ հավի մսով մնացել է։ Ումը տամ, կատուներին տամ, ես ճաշը կատուների համար եմ էփել, ես ուտեմ, ինչ արած։ Ամեն մեկը որոշում է ինչ ուտի։ Ամենալավը Լիլիթինն է, մսերը ջոկեց, նայիստ է Լիլ, աղցանի միջից ջոկեց մսերը։ Գեղեցիկ մի հատ փունջ է հավաքել, ոու։ Ես պակայթա միացնեմ։ Սիրելի հետևորդներ, բաժանորդալ գրեք իմ ալիք և իմ մամայի, լայք եք, տարածեք, ուսյա, կինո նայելու, միտիկ նայելու։ Դասերը տարել ես։ Իրիկուններն եմ անում։ Բա հիմա ինչ է։ Հիմա ինչ է, իրիկուն չի, հա, դու գիշել։ Քնում ես։ Հա, որ ես քնում եմ իրանց համար իրիկունը էդ է։ Սիրելի հետևորդներ, Լիլիթի համար իրիկունը, դա ավելի ուշ է։ 2 քուր շատ ուշ են քնում։ Շատ ուշ։ Իրանց համար դեռ սա կեսօր է։ Աստղ դարիս եմ իսկ հմա փոխած։ Մերի սեղանին, եսի կցի աղբը, ես էլ հակառակ չանես, սերն է տար սեղանին, է սերմերի մոտ, հակառակ չանես, սերմերս կցես աղբը։ Սիրելի հետևորդներ, ես էլ թամփրթոշ, ակրոշկա եմ անում, մեկ բաժակ։
Հա Լիլիթ, ինչի եկար։ Մի փոքր աղ, մի 2 փոքր ճուղ տերև կանաչի, ու տանեմ ջուր ավելացեմ։ Վերջ։ Սա իհարկե հիմա չեմ խմելու, մի քիչ հետո, իհարկե եթե մնա, մեկ է տեսար աշկս թարթի չմնաց։ Այսօր էլ այսքանը սիրելի հետևորդներս, լավ մնացեք, առողջ եղեք, բարի գիշեր եմ ասում բոլորիդ, հուսամ, որ եղանակը վաղը լավ կլինի և ես կգնամ հողամաս, մի քանի օր չեմ գնացել, դուք էլ կտեսնեք, թե ինչ փոփոխություն է եղել, սերմերս արդյոք ծլել են թե ոչ, 2 օր չեմ գնացել, կարոտել եմ այդ ճանապարհին, անձրևը խանգարում է, բայց եթե արև լինի, պարտադիր վաղը գնալու եմ, որ սերմերը ջրեմ։ Այսքանը, բարի գիշեր, բոլորդ առողջ եղեք, ամենակարևորը և բարի խաղաղ երազներ բոլորիդ։